Հարգելի դատարան, մեղադրողը ներկայացրեց միջնորդություն, նշելով, որ չի նվազել ռիսկերը, որ Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման տնային կալանքը փոփոխելու դեպքում վերջինս չի խոչընդոտի նախաքննության, այսինքն պատշաճ վարքագիծ կդրսևորի։ Ընդհանրապես ուզում եմ ձեր հիշողություն թարմացնել, մինչ Իգոր Սարգսյանի խափանման միջոցը ձեր կողմից փոխելը նմանատիպ ելույթ ունեցավ դատախազը, նշեց ռիսկերը չի նվազել եւ պատճառաբանեց, որ պետք է մնա կալանքը որպես խափանման միջոց։ Ճիշտ նկատեց Բագրատ Սրբազանը այդ ռիսկեր բառը գործադրելով։ Ռիսկ ասածը որպես այդպիսին դիտարկվում է մեղադրական եզրակացության շրջանակում ներկայացված ապացույցների եւ այսպես ասած մեղսագրվող արարքի հիմնավորման մասով։ Ջրաբեկ դատարանը նաև կալանքի կիրառման մասով դիրքորոշում է հայտնել, որ եթե կիրառվում է կալան կամ խափանման միջոցի այլընտրանքային միջոց է կիրառվում, պետք է հիմնավոր փաստարկ նշվի։ Այդ հիմնավոր փաստարկը, եթե մեղադրողը գտնում է իր կողմից ներկայացած մեղադրական եզրակացությամբ արտահայտված այդ որակումներն են, իրականում շինծ ու փաստեր են դրանք, որը բազմաթիվ անգամ քիչ առաջ Բագրատ Սրբազանի մասով հայտնեցի դրա մասին իմ դիրքորոշումը։ Հիմա նույնն է կրկնվում տնային կալանքի պահով, ասում է ռիսկերը չեն նվազել։ Այսինքն ինչ ռիսկ։ 8 ամիսը կալանքի տակ է, անձը որևիցե իր վարքագծով արարք թույլ է տվել, թեկուզ խախտի կալանքի ժամանակ գտնվելու ընթացքում սահմանվող քրեակատարողական հիմնարկի որևիցե կանոնակարգ կամ սահմանված պահելաձև, չգիտեմ, վարչական ինչ-որ խախտումներ թույլ տա, փորձի հանդիպումների ժամանակ տեսակցությունը երբ բացեր, ինչ-որ գործողություններ կամ ցուցումներ կամ հանձնարարություններ տա իր այդ հանդիպած անձանց, հեռախոս փորձի ձեռք բերել, իսկ հիմա արդեն 3 ամիսա տնային կալանքի մեջ է գտնվում, ունենք որևիցե խախտում թույլ տված տնային կալանքի, որ ռիսկի մասին ենք խոսում, չի նվազել ռիսկը։ Այդ ռիսկի նվազման կամ չնվազման մասում մենակ դուք դիրքորոշում արտահայտեցիք 3 ամիս առաջ փոխելով տնային կալանքը։ Հիմա ուզում եմ հասկանամ, ուղղակի դեկլարացիոն բնույթով, բառեր ասելով, հիմնավորելով անձին նորից փորձում է ներկայացնի անձ, որը կարող է խոչընդոտել դատարանի դատական գործի քննության ընթացքը։ Եթե հիշում եք մի քանի նիստ առաջ, երբ Իգոր Սարգսյանին չէին ներկայացրել դատարան, ոստիկանության ծանրաբեռնվածության խոսքն վերաբերում էր մեր Սուրբ Էջմիածին եկեղեցում ծառայություն, այսպես կոչված ճակերտավոր, երբ աղանդավորները հատուկ հրահանգով առաջի դեմքի գնացել են այնտեղ ապօրինի գործողություններ թույլ տալու, ոստիկանները չկարողացան ապահովել եւ Իգոր Սարգսյանին եւ Կարո Օրմուշյանի ներկայություն։ Այսօր էլ 15 րոպե ուշացումով վերեցին։ Եվ եթե դուք հիշում եք, դուք խոստացաք, որ եթե կրկնվի նման դեպք, դուք կվերանայեք կիրառված խափանման միջոցը։ Այսօր կրկնվեց, նորմալ որ 15 րոպե ուշացրեցի։ Եվ յուրաքանչյուր 15 րոպեից հետո երբ մենք հավաքվում ենք, եւս կես ժամ է դա դառնում եւ դատավարության խոչընդոտը այս պարագայում պետական մարմնի լիազոր մարմինն է, ոստիկանությունն է եւ ձեր խոստումով պետքա վերանայեք։ Հիմա քննվում է այդ գործը, կոնկրետ այս պարագայում Իգոր Սարգսյանի խափանման միջոցը տնային կալանքի հետ կապված եւս 3 ամսով առաջարկեց մեղադրողը երկարացնելու հետ կապված, ուզում եմ հասկանամ միանգամակ։ Ինչքան կարելի է այս ձևով առհամարել մարդու իրավունքները, ինչքան կարելի է ոտնահարել սահմանադրությունը, ինչքան կարելի է քրեական դատավարությունը անտեսել քրեական դատավարությամբ սահմանված նորմերի կատեգորիկ իմպերատիվ պահանջների կատարումը, եւ ինչքան կարելի է Ջրաբեկ դատարանի որոշումները ընդհանրապես հաշվի չառնել, չխոսեմ եվրոպական դատարանի մասին։ Այսինքն կա մի իրավիճակ, երբ մեղադրող կողմ ավելի բարձր է գտնվում, քան մնացած իրավական նորմերով ամրագրված պահանջները։ Եթե այսպես պետք է շարունակվի, մենք այսօր Հայաստանի Հանրապետությունը պետք է մոռանանք, որ իրավաբանությունն է, որպես իրավական երկիր, իրավաբանությունն առաջնահերթ քննվում եւ իրավական նորմերն են առաջնայինը։ Եվ թողել են ամբողջ բեռը, այսպես ասած, դատավորի վրա։ Դատավորը կորոշի արդարադատություն կիրականանա, չի որոշի, ուրեմն արդարադատություն չկա։ Սա է իրականությունը։ Եվ ես ուզում եմ հարգելի դատարան
Ձեր ուշադրությունը հրավիրեմ ձեր առաջ տված խոստման վրա, որ եթե նման բան կրկնվի նախ վերանայելու եք, իհարկե սա կարող եք ասել քրեական դատավարության նորմով չի նախատեսված, որ եթե անձին չեն բերում կամ ուշացնում են դատարան բերել դատական նիստի խոչընդոտ է հանդիսանում այս պարագայում դուք լիազորված չեք, իրականում լիազորված եք, ասեմ, եւ զրկված չեք ձեր իրավասությունների շրջանակներում կոնկրետ դիրքորոշում հայտնել եւ կոնկրետ միջանկյալ դատական ակտ կայացնել։ Ուզում եմ նաեւ այդ ռիսկին անդրադառնալ եւս մեկ անգամ, ռիսկ, որը որպես այդպիսին գոյություն չունի։ Այսօր ռիսկը մենք ենք կրում, պաշտպանական կողմը ռիսկա կրում է ապօրինությունը հիմնավորելու, հաստատելու եւ իրեն պաշտպանյալներին արդարացնելու, կալանքի տակ գտնվող ապօրինի ազատազրկման մեջ գտնվող անձինք ռիսկ են կրում, որ արդարադատություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվի, քանի որ վերջի 6 տարի, 7 տարին դրա վառ օրինակները բազում դեպքերով տեսնում ենք եւ նաեւ շարունակական քրեական գործերի հարուցման փաստն է մեզ դա համոզմունք ձևավորում մեր մոտ, իսկ այս գործով մենք ռիսկի մասին երբ խոսում ենք, պետք է խոսենք կոնկրետ փաստերի մասին, հիմնավոր փաստերի, որոնք ինքնին պիտի հաստատեն, որ արկա է Իգոր Սարգսյանի կողմից նախ այդ դեպքի մասնակից լինելը, չգիտեմ, այդ ենթադրյալ իշխանության զավթում կամ յուրացման մասնակից լինելը, իսկ առավել եւս այս պարագայում դատարանին դատական նիստեր դատաքննության խոչընդոտելը։